Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս մեր հայրենակիցների գործերով Բաքվում ընթացող դատական գործընթացը մոտենում է ավարտին։ Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Սա հնարավոր դարձավ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորը Ռուսաստանը 5 տարի շարունակ չցանկացավ պարտադրել Բաքվին իր իսկ ստորագրած պայմանագրի կատարումը։ Գերիները Ռուսաստանի իրավական եւ քաղաքական պարտավորության չկատարման ամենօրյա ապացույցն են։ Ու երբ նույնիսկ ռուսամետ գործիչները չեն համարձակվում գերիների հարցով դիմել Մոսկվային, դա նշանակում է միայն մեկ բան. նրանք գիտեն, որ մերժում են ստանալու Մոսկվայից։ Բաքվում տեղի ունեցողը դատավարություն չէ։ Ադրբեջանը որոշել է մեր հայրենակիցներին պահել որպես պատանդ եւ այդ հաշվեհարդար է փաթեթավորել իրավական գործընթացի տեսքով։ Իրավական լեզուն պարզապես քող է քաղաքական նպատակների համար։ Հետևաբար լուծումը իրավական չի լինելու։ Դա քաղաքական եւ դիվանագիտական խնդիր է եւ Հայաստանը պարտավոր է ձևավորել կոշտ ուղիղ ճնշման օրակարգ Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, ՄԱԿ-ում, Սփյուռքը իր կառույցներով, իր ձայնով պետք է ներգրավվի ամբողջ ուժով, հասցեական, համակարգված ամենօրյա աշխատանքով։ Բաքուն չպետք է կարողանա խոսել խաղաղության մասին, քանի դեռ հայեր կան ադրբեջանական բանտերում։ Իսկ Հայաստանը պարտավոր է ամեն օր հիշեցնել աշխարհին, որ գերիների ազատությունը ոչ միայն նախապայման է, այլև մեր պետության արժանապատվության հարց է։